Պարոն Թևանյան, լավ մարդիկ այդ իրավագիտակցություն ունեն, որ ինչ է կատարվելու ազգային ժողովում, չգիտեմ, կամ իրենք, որ ստորագրահավաքի միացել են, այլևս դա, այսպես ասած, դեմը պատնեշ է դնում ղեկավարությունը երկրի մարդկանց ոնց պետք է բացատրել, որովհետև արդեն մարդիկ էլ են կարծես թե համակերպել են մտքի հետ, որ 150 դրամով վերջ իշխանությունների հետ երկխոսությունը, այսպես ասած, անիմաստ է։ Տեսեք, այդ համակերպվել, որ դուք ասում եք, դա մասամբ է։ Նախ եթե համակերպված լինեին, իրանք այդ նախագիծը չէին բերի, որ 15,000 դրամով տուգանային։ Շատ պարզ տրամաբանություն կա։ Մարդկանց իրավագիտակցությունը եւ իրենց սոցիալական խնդիրների պաշտպանվածության հարցը բավական լուրջ մակարդակ է եւ իրանք բոյկոտում էին։ Այդ բոյկոտի դեմ են բերել։ Ինչ վերաբերում է 17,000 ստորագրությանը, 17,000 ստորագրությունը չի կորել, այդ հարցը մտել է ավականին։ Ավականիում իրենք փախել են 17,000 ստորագրությամբ նախագծի քննարկումից, դրանով իսկ եւս մեկ անգամ ցույց տալով, որ բոլոր այն փաստարկները, որ մենք ներկայացնում ենք տրանսպորտի գնի հետ կապված, դրանք ճիշտ են, իրենք հակափաստարկ չունեն, դրա համար էլ ասենք չմտան բովանդակային քննարկման դաշտ եւ հիմա այս ճեպազրույցն էլ միտված է նրան, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, թե ինչ է կատարվում եւ իրենք փակում են փաստացի օրինական բոլոր ճանապարհները։ Եթե մինչ այս օրենսդրությամբ մենք արդեն պատրաստվում ենք գնալ 10% ստորագրության հավաքման ճանապարհով, հիմա իրենք ասում են, չէ, այդ հարցը չի կարող դառնալ հանրաքվեի առարկա։ Շատ լավ, ուրեմն նախ քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ եւ առնվազն Երևանում արդեն հենց հիմա պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Իրենք վախենում են դրանից, Փարաքյարի, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչի են վախենում։ Իրենք 0 են, առանց վարչական ռեսուրսի առավելագույնը կարող են հավաքել 10%, այդ առումով իշխանությունը կարելի ասել 0, որովհետև ցանկացած նույնիսկ Թուրքի իշխանությունն եկա, չնայած հիմա էլ է այդպեսի, բայց այդ իշխանությունը որպես կանոն 10% ունենում է։ Հիմա դրանից ավելի իրանք չունեն։ Գյումրի Փարաքյարը ցույց տվեց, որ 20-25% վարչական ռեսուրս են կիրառում։ Հիմա նույնը Երևանում է, իրենք վախենում են դրանից, դրա համար էլ չեն խուսափում են արտահերթ ընտրություններից Երևանում։ Բայց այլընտրանք չկա, մարդիկ պետք է հասկանան, որ սիրելի քաղաքացիներ, մենք հիմա ձեզ ենք դիմում եւ ասում ենք, եթե ուզում եք այս թալանի դեմը առնել, դա կլինի տեղական վճար, դա կլինի ավտոկայանատեղիների կարմիր կետագծերով այդ վճարները, դա կլինի աղբանության վճար, դա կլինեն այլ վճարներ, տրանսպորտի գին եւ այլն, պետք է փոփոխություն լինի իշխանության, որպեսզի գանք օրինակ մենք կոնկրետ Մայր Հայաստանը պատրաստ է Երևան քաղաքում իշխանափոխությունից հետո եւ իշխանությունը ստանձնելուց հետո կյանքի կոչել են նախագիծը, որը մենք ներկայացրել ենք։ Ինչ տարբերություն տեղական վճարի, մեկ էլ իրենց ի սկզբանե ներկայացրած բանի հետ կապված, որ հանրաքվեին թույլ չի տալիս։ Տեսեք, իրենք ի սկզբանե որ բերել էին այդ տրանսպորտի գնի փոփոխության հարցը, այնտեղ չկար որ փոփոխություն է կատարում տեղական վճարների մասով մեկ, այդ որոշման մեջ չկար եւ երկրորդը ուրեմն օրենսդրությամբ սահմանված է, որ չեն կարող տեղական վճարները դրվել հանրաքվեի, այն տրամաբանությամբ, որ դա կարող է ազդել բյուջեի մուտքերի եւ այլնի ծախսերի հետ կապված։ Հիմա այդ հարցով իրենք վեճ ունեն, որ սա տեղական վճար չի, տեղական վճար է։ Մենք էլ ասում ենք, որ տեղական վճար չի, որովհետեւ դա չի սահմանված օրենքով։ Եվ այստեղ իրենք գիտեին, որ մենք հանրաքվեի ենք գնալու։ Իսկ մենք դա բաց էինք ասել, որովհետև մենք քաղաքացիներին պետք է ներկայացնենք մեր ճանապարհային քարտեզը, երբ որ մենք ստորագրություն ենք հավաքում, մենք ասում ենք, մարդիկ հարց են տալի, լավ, այս ստորագրությունը որ դրեցինք, հիմա գնի վերակազմի, մենք իրենց ճանապարհը ցույց ենք տալիս, ասում ենք օրենքով պետք է ստորագրենք, որ այս հարցը նախագիծը մտնի օրակարգ ավականու։ Եթե այնտեղ բացասական եզրակացություն ստանա, հետո մենք գնանք 10% ստորագրություն հավաքելու ճանապարհով եւ ի վերջո այդ հարցը դնենք հանրաքվեի։ Մարդիկ պետք է իմանային, չէ, ուր են մտնում եւ մենք չենք խաբել քաղաքացիներին։ Ասենք սա է ճանապարհը, դա կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է մարդկանց կոնկրետ ցույց տալ ուղղություն։ Հիմա իրենք հասկանալով դա, որ մենք արդեն գնում ենք 10%-ի հավաքման ճանապարհով, այսինքն մոտ 90,000, 10%-ից մի փոքր ավել պետք է հավաքենք, 90,000-ի, իրենք փակել են ուղղակի այդ ճանապարհը, տեղական վճար են սահմանում օրենքի նախագծով, որ հիմա ներկայացրել են, որպեսզի կանգնեցնեն այս ամեն ինչ, այսինքն Նիկոլ Փաշինյանը դառնում է 25-ից 30 միլիոն դոլար տարեկան թալանի հիմնադիր կամ այսպես ասած